Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր սովորելու ենք անգամ մեծ, անգամ փոքր գիտելիքները։ Ուրեմն գիտելիքների սրահում հանդիպում ենք անգամ մեծ, անգամ փոքր, անգամ շատ, անգամ քիչ։ Այստեղ կարելի ավելացնել նաև անգամ ավել, անգամ պակաս։ Երեխաների համար պետք է զուգահեռներ տանել, ով ավելի, ով պակասի հետ։ Դրա համար ակնառու օրինակով երեխաներին ենթադրենք տալիս ենք երկու կապույտ գրիչ եւ ասում. Արան ունի երկու կապույտ գրիչ եւ մեկով ավելի կանաչ գրիչ։ Երեխաները երկու կապույտ գրիչը տեղավորում են սեղանին, ավելացնում են եւս երկու կանաչ գրիչ եւ ասում, որ կանաչները մեկով ավելի են։ Այդ դեպքում երեխաները կանաչ գրիչների կողքին ավելացնում են եւս մեկ կանաչ գրիչ եւ ցույց են տալիս, որ սկզբում հավասար էին 2-2։ Եթե կանաչները մեկով ավելի են, ուրեմն դառնում են 3։ Եվ նույն ձևով կարելի է բացատրել ով պակասը։ 3 կանաչ գրիչ կա եւ մեկով պակաս կապույտ գրիչ։ Երբ սա երեխաները վերհիշեցին, այժմ մենք սկսում ենք բացատրել անգամ ավել, անգամ պակաս հասկացությունները։ Դրա համար վերցնում ենք երկու կապույտ գրիչ եւ ասում. կապույտ գրիչները երկուսն են, իսկ կանաչ գրիչները 2 անգամ ավելի։ Եթե ասում ենք 2 անգամ ավելի, նշանակում է կանաչ գրիչները կապույտի համեմատ կրկնակի են։ 2 կապույտ եւ 2 անգամ 2 ցույց ենք տալիս 2 հատ 2 եւ բացատրում ենք, որ 2 հատ 2-ը 4 է, նշանակում է կանաչ գրիչները 2 անգամ ավելի են։ Այսինքն ինչքան որ կապույտն է, եթե ասում ենք 2 անգամ, ուրեմն 2 հատ 2, 3 անգամ է ավելի 3 հատ 2, 5 անգամ է ավելի 5 հատ 2 եւ նույնը բաժանման տարբերակով։ Ունենք 6 կապույտ գրիչ, 2 անգամ պակաս գրիչ։ Դրա համար 6-ը կիսում ենք, 2 մասի ենք բաժանում եւ ցույց ենք տալիս, որ 6-ը 2-ի բաժանելիս լինում է 3, այսինքն եթե 6-ը 2 հավասար մասերի բաժանենք, կիսենք, կլինի 3 եւ 3, նշանակում է կանաչ գրիչները 3-ն են։ Սա փայտիկներով, գրիչներով, մատիտներով, խնձորներով, նկարներով շատ ավելի հեշտ են պատկերացնում երեխաները։ Անգամ ավելի դեպքում կատարում ենք բազմապատկման գործողություն։ Անգամ պակասի դեպքում կատարում ենք բաժանման գործողություն։ Այժմ մենք կկատարենք գրքի բանավոր առաջադրանքները, իսկ գրավոր առաջադրանքները կկատարենք աշխատանքային տետրում։ Առաջադրանք 101-ը։ Աննան իր մտապահած թիվը 3 անգամ մեծացնելուց հետո ստացավ 15։ Որ թիվն էր մտապահել Աննան։ Այսինքն մենք մտածում ենք մի թիվ, որից 3 անգամ կրկնելու դեպքում հավասար է 15-ի։ Գտնում ենք 15-ը, որ 3 միատեսակ գումարելիների գումարն է։ Երեխաները հասկանում են, որ դա 5-ն է, բայց գրառման մեջ կատարում ենք 15-ը բաժանած 3-ի հավասար է 5-ի։ Կարինեն իր մտապահած թիվը 2 անգամ փոքրացնելուց հետո ստացավ 6, որ թիվն էր մտապահել Կարինեն։ 2 անգամ փոքրացնելուց հետո ընդհակառակը պիտի կատարենք, չէ՞, որովհետեւ գտնենք, թե որ թիվն էր մտապահել։ Ուրեմն 2 անգամ 6 ենք անում եւ հասկանում ենք, որ 2 6-երի դեպքում ստանում ենք 12։ Բառասրահում օգտագործելու ենք անգամ փոքր, անգամ շատ, անգամ քիչ, անգամ մեծ հասկացությունները։ 10-ը 2 5-ից, ինչ է 10-ը 2 անգամ մեծ է 5-ից։ 5-ը 2 անգամ փոքր է 10-ից։ 10 կոնֆետը 2 անգամ շատ է 5 կոնֆետից։ 5 կոնֆետը 2 անգամ քիչ է 10 կոնֆետից։ Նայում ենք խնձորների նկարներին եւ ասում. Աննան ունի 2 խնձոր եւ այս 2 խնձորը 3 անգամ քիչ է Անի ունեցած խնձորներից։ Տեսեք, եթե Աննան ունի 2, Անին էլ ունի դրանից 3 անգամ ավելի, այսինքն 3 հատ 2, 2, 2, 2, 3 անգամ 2։ Հիշեք երեխաներ, եթե ասում ենք 2 խնձորից 3 անգամ ավելի, առաջին արտադրիչը պետք է գրել անպայման 3-ը, քանի անգամ որ ավել է, այդ առաջին թիվը գրում ենք, առաջին արտադրիչը գրում ենք այդ թիվը, որպեսզի
մենք միատեսակ գումարելին ընդունենք 2-ը։ Անցնենք հաջորդ էջի բանավոր առաջադրանքներին եւ հետո կկատարենք աշխատանքային կետրի առաջադրանքները։ Շղթայաձև վարժություն է, մենք պետք է 40-ից ստանանք 9, տեսեք, 40-ից հանացինք հավասար է 35, հիմա տեսեք, մենք պիտի 35-ից 15 ստանանք, ինչ անենք երեխաներ, 35-ից հանենք 15, ստանանք 20, այսինքն թիվը պետք է փոքրացնել 20-ով, հանած 20 հավասար է 15-ի, 15-ից հանած 4 հավասար է 11-ի, 11-ից պիտի ստանանք նորից 11, դրա համար 11-ից կամ հանում ենք 0 կամ գումարում ենք 0, 11-ին գումարած 7 հավասար է 18 և 18-ից էլ պիտի ստանանք 9, 18-ից հանած 9 հավասար է 9։ Այժմ կատարում ենք գրավոր առաջադրանքները։ Առաջադրանք 99, հետևելով դասակարգում բերված օրինակին 5, 10, 20, 11 թվերից յուրաքանչյուրը պետք է մեծացնենք 3 անգամ և կազմենք հավասարություն։ Հիշում եք ես ասացի, միշտ 3 անգամը կաշտալու դեպքում առաջին արդադրիչը գրում ենք 3-ը։ 3 անգամ 5 հավասար է 15, 3 անգամ 10 հավասար է 30, 3 անգամ 20 հավասար է 60, 3 անգամ 11 հավասար է 33։ Եթե երեխաները դժվարանում են, կարող են միատեսակ գումարելների գումարի տեսքով ներկայացնել։ Նույնը կատարում ենք հետևելով դասակարգում բերված օրինակի, հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացնում ենք 2 անգամ, այսինքն փոքրացնել 2 անգամ նշանակում է բաժանել 2-ի։ 6-ը բաժանած 2-ի հավասար է 3, մտածում ենք 6-ի մեջ 2 հատ որ թիվը կա, 3-ը, 10-ը բաժանած 2-ի հավասար է 5-ի, 2 5-երը 10 են, 20-ը բաժանած 2-ի, եթե 20-ը հավասար 2 մասի բաժանենք, կստանանք 10-ը, և 12-ը բաժանած 2-ի հավասար է 6-ի։ Խնդիրն ենք կատարում, խնդիր 105։ Կարենի տատիկն ունի 4 թոռնիկ, իսկ Հայկի տատիկը, տեսեք, չգիտենք քանի թոռնիկ ունի, այս 3-ը ձեզ չպետք է խառնաշփոթի մեջ գցի երեխաներ, 3 անգամ շատ, ուշադիր եղեք, որ չգրեք, որ Հայկի տատիկը ունի 3 թոռնիկ, չգիտենք ինչ կան ունի, բայց գիտենք, որ 3 անգամ շատ է, պետք է գտնենք, թե քանի թոռնիկ ունի Հայկի տատիկը։ Պատմենք խնդիրը։ Կարենի տատիկն ունի 4 թոռնիկ, գրում ենք, իսկ Հայկի տատիկը չգիտենք, դնում ենք հարցական նշան, բայց գիտենք, որ 3 անգամ շատ է Հայկի տատիկի թոռնիկների թիվը Կարենի տատիկի թոռնիկների թվից, սլակով ցույց ենք տալիս Կարենը, 3 անգամ շատ, այսինքն այս 4 գումարելին կրկնվում է 3 անգամ, արտահայտությունը կազմելու համար գրում ենք 3 անգամ 4, 3 անգամ 4 հավասար է 12 թոռնիկ, պատասխան Հայկի տատիկն ունի 12 թոռնիկ։ Սոնայի տատիկն ունի 12 թոռնիկ, իսկ Մարոյի տատիկը 2 անգամ քիչ, տեսեք, անգամ քիչ, թիվը փոքրանալու է, անգամ քիչի դեպքում որ գործողությունն ենք կատարում, կատարում ենք բաժանման գործողությունը, քանի թոռնիկ ունի Մարոյի տատիկը, Սոնա, Մարո, Սոնայի տատիկը 12 թոռնիկ, Մարոյի տատիկը չգիտենք քանի թոռնիկ, բայց գիտենք, որ 2 անգամ քիչ է, քան Սոնայի տատիկի թոռնիկների թիվը, 12 բաժանած 2-ը մեր արտահայտությունն է, 12 բաժանած 2 հավասար է 6 թոռնիկ, պատասխան 6 թոռնիկ։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Խնդիր 107։ Ձմերուկի զանգվածը քաշն է, երեխաներ, որ դնում ես կշեռքին, չափում ես, դա նրա զանգվածն է, կշիռը։ Ձմերուկի զանգվածը 8 կիլոգրամ է, իսկ սեխինը 2 անգամ քիչ։ Ինչ կարող ենք ասել, որ սեխը ավելի թեթև է, քան ձմերուկը, ձմերուկն ավելի ծանր է, քան սեխը, որքան է սեխի զանգված։ Բանալի բառերը, որոնցով համարատագրում ենք խնդիրը, ձմերուկն է և սեխը։ Ձմերուկը կշռում է 8 կիլոգրամ, սեխը չգիտենք որքան, հարցական, բայց գիտենք, որ 2 անգամ քիչ է, սլակով ցույց ենք տալիս ձմերուկը, անգամ քիչի դեպքում կատարում ենք բաժանման գործողությունը, արտահայտությունը կլինի 8 բաժանած 2-ի, իսկ հավասարությունը 8 բաժանած 2 հավասար է 4 կիլոգրամ, պատասխան 4 կիլոգրամ։ Խնդիր 108, հայրիկը գնեց 3 կիլոգրամ վարունգ, իսկ լոլիկ 3 անգամ շատ, այսինքն անգամ շատ, հիշեք երեխաներ,
այս վարունգի քաշը պիտի 3 անգամ մեծացնենք, որ ստանանք լոլիկի քաշը։ Վարունգը 3 կիլոգրամ, լոլիկը 3 անգամ շատ։ 3 անգամ 3 հավասար է 9 կիլոգրամ։ Պատասխան 9 կիլոգրամ։ 109 առաջադրանքը հաշվում ենք արտահայտության արժեքը։ 3 անգամ 3 ներկայացնում ենք միատեսակ գումարների գումարի տեսքով եւ հաշվում։ Բոլոր դեպքերում մենք անպայման ներկայացնում ենք կաշկային գումարների գումարի տեսքով հաշվում արժեքը։ Իսկ շարունակությունը հաջորդ էջի առաջադրանքը կատարելու համար մենք վերհիշելու ենք արտադրիչների տեղափոխական օրենքը, որովհետև հարմար չէ 15 հատ 2 գումարելը։ Ոչ ժամանակն է մեզ բավարարում, ոչ էլ տետրի տարածությունը։ Դրա համար մենք գիտենք արտադրիչների տեղափոխական օրենքը, տեղափոխում ենք, ստանում ենք 2 անգամ 15, որպեսզի մենք 15 հատ 2 գումարելու փոխարեն 2 հատ 15 գումարենք։ Նույն ձևով մյուսը 20 անգամ 3-ը հավասար է 3 անգամ 20-ի եւ 3 հատ 20 ենք գումարում։ 17 հատ 1 գումարելու փոխարեն մի հատ 17 ենք վերցնում։ Նույն ձևով կատարում ենք մյուս առաջադրանքները։ Հաջորդ առաջադրանքը երեխաների ամենաշատ սիրած առաջադրանքներից է, երբ 3 անգամ 8 հավասար է 24, հաշվում են երեխաները, հետո արտադրիչների տեղերը փոխած 8 անգամ 3 հավասար է 24, հետո բաժանման երկու օրինակն են գրում, 24 բաժանած 8 հավասար է 3, 24 բաժանած 3 հավասար է 8, պարզապես այստեղ հեշտականությունը փոխված է, բազմապատկում բաժանում, բազմապատկում բաժանում, նույն ձևով կատարում են հաջորդ համարները։ Առաջադրանք 111-ը հաշվում են խորանաշտի հանդիպակաց նիստերի գրված թվերի գումարը, որպեսզի հեշտ լինի ձեզ համար երեխաներ հանդիպակաց նիստերը նույն գույնով են ներկել, դեղինին պիտի գումարենք դեղինը, մանուշակագույնին մանուշակագույնը, վարդագույնին վարդագույնը։ Հաշվում ենք գումարները։ 18-ին գումարած 57 հավասար է 75, դեղին նիստի վրա գրում ենք 75, 24-ին գումարած 38 հավասար է 62, մանուշակագույն նիստի վրա գրում ենք 62 եւ 36-ին գումարած 47 հավասար է 83, վարդագույն նիստի վրա գրում ենք 83, չենք մոռանում կաշկային անցումը։ Տրված է այսպիսի պատկեր, երեխաներ, դասակարգում կա այս պատկերը, հաշվելով գործողությունները կատարում ենք եւ 2 վանդակ վերև, 2 վանդակ ձախ, 2 վանդակ վերև, 2 վանդակ ձախ, 2 վանդակ ներքև, 2 վանդակ ձախ, նորից 2 վանդակ ներքև եւ 6 վանդակ ձախ։ Երբ այս պատկերը պատրաստ է, մենք պետք է մեկ գծի օգնությամբ այս պատկերը բաժանենք երկու այնպիսի մասերի, որ դրանցից մեկը լինի քառակուսի։ Պարզ երևում է, եթե այս երկու վանդակը մենք միացնենք, կստանանք քառակուսի եւ ուղղանկյուն։ Եվ ամենավերջում կատարում ենք 114 համարը, փորձում ենք գտնել օրինաչափությունը եւ լրացնել վանդակները։ Տեսեք, 37, 40, 43։ Ինչ եղավ երեխաներ։ Թիվը մեծացավ 3-ով։ Յուրաքանչյուր անգամ 3-ով մեծացավ։ 51, 54, 57 գործեց նույն կանոնը, թիվը մեծանում է 3-ով։ Նշանակում է հաջորդն էլ պիտի մեծանա 3-ով, 82 գումարած 3 հավասար է 85, ստուգում ենք 85-ին էլ գումարած 3, 88։ Այժմ գտնում ենք մյուս օրինաչափությունը, 77, 72, 67, նկատում ենք, որ թիվը փոքրանում է, 40, 35, 30, որքանով է փոքրանում, թիվը փոքրանում է 5-ով, հանում ենք 5, բայց տեսեք մեր մոտ առաջինն է պակասում 49, 44, նշանակում է պիտի գտնենք 49-ից 5-ով մեծ թիվը, դա 54-ն է։ Եվ վերջինը 24, 28, 32, 19, 23, 27, նշանակում է պիտի ավելացնենք 4, 64, 68, 72։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։